հանրապետությունից կործանվեց առաջին հանրապետությունը։ Ինչով է տարբերվում թուրք-բոլշևիկյան համագործակցությունը ռուս-թուրքական համագործակցությունից։ Սիրելի քաղաքացիներ, քանի որ հնարավոր է, որ դաշնակցականները այս հարցերին չանդրադառնան, ես կարծում եմ անհրաժեշտ է կիսվել, թե ինչ եմ ես մտածում այս թեմաների վերաբերյալ։ Մենք Հայաստանի Հանրապետությունը կայացնելու համար մեզ տիրապետած 3 կայսրությունների՝ պարսկական, թուրքական եւ ռուսական կայսրությունների ժառանգորդ պետությունների հետ պետք է ձգտենք ունենալ կամ նորմալ, կամ լավ հարաբերություններ։ Ինչպես։ Սկսենք Իրանից, քանի որ Իրանի հետ մենք ունենք լավ հարաբերություններ, սա հեշտ է, եւ մենք այդ լավ հարաբերություններ ունենք անկախ նրանից, որ Շահ Աբասը գրեթե ամբողջությամբ հայաթափել է Արևելյան Հայաստանը 300,000 հայերին քշելով այստեղից դեպի պարսկական կայսրության հարավ։ Իսկ երբ Արևելյան Հայաստանը անցավ ռուսական կայսրությանը, ընդամենը 30,000 հայեր վերադարձան Արևելյան Հայաստան։ Մենք Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք նաև անկախ նրանից, որ պատմական մեծ հայքի 15 նահանգներից 3-ը՝ փայտակարան, վասպուրական եւ պարսկահայք, մասամբ կամ ամբողջությամբ գտնվում են Իրանի տարածքում։ Մենք փակել ենք պատմության այս էջը եւ համոզված ենք, որ ոչ մի իրանահայ չի բողոքի մեր դեմ, թե ինքը ճիշտ տեղում չի ծնվել եւ կամ պահանջի մեզնից վերականգնել պատմական արդարությունը։ Ընդհակառակը, մեր երկու երկրների հարաբերությունների շարունակական պահպանման եւ զարգացման կողմնակից կլինի։ Թուրքիայի հետ հարաբերությունները։ Թուրքիան առաջինն է ճանաչել Հայաստանի առաջին հանրապետությունը եւ առաջիններից է ճանաչել Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Ինչու՞։ Բնավ ոչ մեր գեղեցիկ նաիրյան աչքերի համար, այլ այն պարզ պատճառով, որ հայերի ազգային պետությունը ձևավորվում էր ոչ թե իր տարածքում, այլ ռուսական կայսրության։ Իսկ հիմա մենք ինչ պետք է անենք։ Արդյոք պետք է գնանք եւ ազատագրենք նաեւ Արևմտյան Հայաստանը։ Ծածուկ հույսեր փայփայենք, որ եթե ոչ այսօր, ապա ապագայում նման հնարավորություն կստեղծվի։ Ոչ, մենք պետք է ռազմավարական երկարաժամկետ որոշում կայացնենք, որ Հայաստանի Հանրապետությունը չունի քաղաքական ծրագրեր Հայաստանի սահմաններից դուրս, չունի եւ վերջ։ Եթե Իրանի հետ այսօրվա մեր հարաբերությունները պատմականորեն խարսխված են Թուրքմենչայի 1928 թվականի պայմանագրի վրա, որով ռուսական կայսրությունը մեր անունից դադարեցրել է հակամարտությունը Արաքս գետից դեպի հարավ, ապա այսօր մենք մեր մեջ պետք է գտնենք կամք բոլոր մակարդակներում ներառյալ ընդդիմության փակել հակամարտությունը, վերսկսելու հնարավորությունը Արաքս գետից դեպի արևմուտք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տարագիր չէ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետություն ունի եւ այժմ մեր ինքնության առանցքը ոչ թե մեզ հետ պատահած ամենամեծ ողբերգությունն է, այն է ցեղասպանությունը, այլ մեզ հետ պատահած ամենամեծ բարեբախտությունը, այն է Հայաստանի Հանրապետության գոյությունը, դա է մեր ինքնության առանցքը։ Եվ վերջապես Ռուսաստանը։ Ինչպես նախորդ երկու պատմական համատեքստերում, այդպես էլ այստեղ մենք պետք է արձանագրենք, որ ռուսական կայսրությունը հալածում էր մեր եկեղեցուն, փակում հայկական դպրոցները, Խորհրդային Միությունը զրկեց մեզ մեր առաջին հանրապետությունից, Սիբիր աքսորեց մեզանից շատերի տատերին ու պապերին, իսկ այսօրվա Ռուսաստանը մեզ մենակ թողեց Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ հանդիման։ Սա արձանագրելով մենք պետք է սին հույսեր չկապենք Ռուսաստանի հետ, մեղմենք մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից եւ առաջ շարժվենք։ Մենք չենք կարող արտաքին քաղաքականություն վարել ոչ որպես Օսմանյան կայսրության ֆիդայիներ եւ ոչ էլ որպես սովետի դիսիդենտ եւ բնականաբար ոչ էլ որպես գուբերնատոր։ Հայաստանի Հանրապետությունը կայսրությունների առջև պետք է կանգնի իր սեփական երկու ոտքերի վրա։ Բոլշևիկների գալու վախից չնետվի թուրքերի կամ ուրիշների գիրկը, այն հույսով թե նրանք մեզ փրկելու են։ Թուրքերի գալու վախից չնետվի բոլշևիկների գիրկը, այն հույսով թե նրանք մեզ փրկելու են։ Չնետվի ոչ մեկի գիրկը։ Ինչ կապ ունի այս ամենը այնուամենայնիվ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի զեկույցի հետ։ Շատ ուղիղ։ Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացումները վերացրել են տեղեկատվական սահմանները, այսինքն Հայաստանի Հանրապետություն ունի ֆիզիկական սահմաններ, սակայն տեղեկատվական իմաստով ամբողջ աշխարհում սահմաններ այլևս չկան։ Հետևաբար մենք պետք է ճշտենք ամեն տեղեկություն, որ ստանում ենք։ Սիրելի քաղաքացիներ, կարելի է որպես սկզբունք որդեգրել պարզապես չվստահելը այն ամենին, ինչ ցնցում կամ անհանգստացնում է մեզ, քանի դեռ չենք համոզվել դրա ճշմարտացիության մեջ։ Մենք պետք է նաև վերլուծենք ամեն տեղեկություն, որ ստանում ենք։ Եթե դուք հանդիպում եք մի դիտանկյունի, որի հիմնական իմաստը այն է, որ պետք է վերականգնել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունները, հիշեք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռ 2010-ականներից ահռելի քանակության զենք է վաճառել Ադրբեջանին
եւ արդեն ունի ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ, իսկ Թուրքիայի հետ պատմականորեն կարող է մրցել կամ համագործակցել ըստ նպատակահարմարության, եւ սա չի փոխվելու։ Եթե դուք հանդիպում եք մի դիտանկյունի, որի հիմնական իմաստը այն է, որ Թուրքը հավետ իմ թշնամին է, հիշեք, որ մենք նույնանման պատմական հիմքեր ենք ունեցել այդպես մտածելու նաև պարսիկների եւ արաբների մասին։ Մեր ազգային էպոսը Սասունցի Դավիթը արաբների հետ կռվելու մասին է։ Մինչդեռ այդ ժողովուրդների հետ այժմ մենք ունենք լավ հարաբերություններ։ Եթե դուք հանդիպում եք մի դիտանկյունի, որը թեկուզ թեթևակի միտք է պարունակում, թե Ֆրանսիան կամ որևէ արևմտյան երկիր մեզ կօգնի հետ բերել Լեռնային Ղարաբաղը, հիշեք, որ դա եւս դեպի անցյալ գլորվելու ծուղակ է։ Սիրելի քաղաքացիներ, եթե մենք դաս ունենք քաղելու պատմությունից, ապա այդ դասը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալու եւ զարգանալու միայն մեկ ճանապարհ ունի՝ չշրջվել դեմքով դեպի անցյալը, որտեղ մեր պետությունը չկար, նայել միայն առաջ, որքան էլ անցյալի բոլոր կայսրությունները այս կամ այն դեմքով ոռնան մեր հետևից։ Որքան մենք մոտենում ենք 26 թվականին, այդ ոռնոց ուժ գնանալու է։ Լինելու են արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր, լինելու են Իրանի ադրբեջանալեզու տուրիստներ, լինելու են Երևանի փողոցներում ծաղիկները գետնին շպրտող ռուս բլոգերներ եւ այլ նոր բաներ, որոնք նկարագրելու համար այժմ ոչ մեկից երևակայությունը չի բավարարի։ Ամուր պահեք ձեր նյարդերը։ Եթե քաղաքականությունը շատ թունավոր է դառնում, դադար վերցրեք, գնացեք բնությունը վայելելու, սպորտով զբաղվեք։ Հեռու պահեք թույն արտաշնչող մարդկանց։ Պահպանեք ձեր տեղեկատվական միջավայրը եւ համբերատար սպասեք 26 թվականի ընտրության օրվան, երբ կկարողանաք բանեցնել ձեր իշխանությունը անմիջականորեն, առանց քաղաքական եւ լրատվական միջնորդների։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Հասմիկ Հակոբյան, համեցեք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հատկապես պարոն Գառնիկ Դանիելյան։ Ես ուրբաթ օրը շատ զայրացած էի, որովհետև ասում եք ես ազնիվ եւ անկեղծ պայքարող մարդ եմ, բայց հետաքրքիր է ոնց է այդ ազնիվ կերպարով գալիս ու ես ամբիոնից կանգնում ասում, որ մենք մատաղ սերնդին նստացրել ենք նարկոտիկի վրա։ Երբ Հայաստան տոննաներով կոկային ներկրող Քեթրինի Միհրանի աջակցությամբ դուք եք սրբազան պայքար տանում, իր երիտասարդների հետ ակցիաներ իրականացնում, կամ ձեր Բագրատ Սրբազանն էր բեմից հայտարարում, որ ձեզ են միացել ձեր շատ սիրելի ընկերները Arthur Brothers-ը Քենիայից, որոնք հենց կապված են թմրան միջոցների հետ։ Տենց բան ասելուց հետո իհարկե դահլիճից մեր արձագանքներից հետո ասում եք, բա դուք եք պատասխանատու, դուք եք իշխանությունը, երկրում ինչ կատարվում է, պատասխանատվությունը դուք եք կրում։ Ու հետաքրքիր է, արդյոք պարոն Դանիելյանը օրինակ իրենց քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Պարոն Քոչարյան, ինչու սպանեցիք Վազգեն Սարգսյանին կամ ինչու սպանեցիք Կարեն Դեմիրճյանին հոկտեմբերի 27-ին»։ Կամ արդյոք ասել է պարոն Քոչարյան, ինչու մարտի 1-ին 10 քաղաքացու գնդակահարեցիք Երևանի կենտրոնում։ Հարգելի քաղաքացիներ, իհարկե մեզ անհանգստացնում է թմրային միջոցների շրջանառությունը եւ մենք դրա համար քայլեր ենք ձեռնարկում։ Միջգերատեսչական հանձնաժողով ենք ստեղծել, դատավարական օրենսդրություն ենք փոխել, նոր գործիքակազմ ենք ձեռք բերում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շրջանառության դեմ պայքարելու համար։ Կամ գալիս եք գլուխ եք գովում, թե դուք ռևանշիստ եք, մենք էլ ձեր դեմ պայքարողն ենք։ Իսկ ով է ռևանշիզմը? Ռևանշիստը փոխվրեժի ձգտող, որևէ բանի համար փոխադարձ պատիժ վնաս պատճառելու ձգտող մարդն է։ Եվ հարգելի գործընկերներ, պետք չէ ռևանշիզմով գլուխ կովել, որովհետև ռևանշիզմը երկրորդ համաշխարհային պատերազմի այսպես գլխավոր մոտիվն էր, երբ ֆաշիստական Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմին իր կորցրածը ետ բերելու ռևանշիզմով հրահրեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այսինքն ռևանշիզմը խթանում է նոր հակամարտություններին եւ առաջին խոչընդոտն է խաղաղության հաստատմանը։ Սպասեք եւ ձեր ռևանշիստական օրակարգով մյուս տարի ընտրություններին նոր օրակարգ կբերեք ռևանշիզմը եւ եթե կստանաք մանդատ քաղաքացիներից, այդ օրակարգով առաջ կշարժվեք, իսկ մեր օրակարգը ինչպես այսօր, այնպես էլ վաղը լինելու է խաղաղությունը առանց ռևանշիզմի։ Մենք պատմական Հայաստանի որևէ փուլում լավագույն քարտեզներով տարածքների վերականգնման ռևանշիստական գործողությունների դեմ ենք։
Պետք է քայլեր ձեռնարկենք պաշտպանելու համար մեր իրական Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը ցանկացած սպառնալիքից։ Ինչ վերաբերում է օրակարգային հարցին, ապա ամենակիչը ինձ համար զավեշտալի է, երբ ՀՌՀ-ի անաչառությունից, օբյեկտիվությունից եւ ազատությունից խոսում է մի խմբակցություն, ում պատկանող հեռուստատեսությունը մինչ այսօր այդպես էլ եթեր չհեռարձակեց Սրբազան Աճապահյանի հարցազրույցը, ինչը թե վերջինս հանդգնել էր քննադատել Ռոբերտ Քոչարյանին եւ Դաշնակցությանը։ Շնորհակալություն։ Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Քանի որ տարին նախընտրական է, այս ընթացքում ընդդիմադիր մեդիաները ոչ միայն բազմացել են ճագարային սկզբունքով, մասնավորապես բացվել են նորանոր մեդիաներ, նորանոր լրատվականներ, սև ու կոռումպացված փողերը, որոնք հաճախ նաև ակնհայտորեն այս կամ այն առնչությունը ունեն այս կամ այն քրեական գործի հետ անցնողների հետ, շատ դեպքերում նաև թմրանյութի գործերով անցնողների հետ լցվել են լրատվական դաշտ ու լրատվական տերորը հասել է մի նոր մակարդակի ու նոր բարձունքի։ Ատելության խոսքի գեներացիան ընդդիմադիր լրատվականներով պատմական մաքսիմումի վրա է հասել։ Նմանատիպ մակարդակի եղել է ենթադրում եմ մեկ էլ 1999 թվականին հոկտեմբերի 27-ից առաջ, երբ դաշնակցական ու մերձ դաշնակցական մամուլը ամեն կերպ ցեխոտում էր ու ատելություն էր տարածում Վազգեն Սարգսյանի նկատմամբ, ինչու՞ չէ տեղ-տեղ նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Ինչ որ նոր բան կամ նոր ասելիք որպես այդպեսին չգեներացնող ընդդիմադիր քաղաքական միտքը անցել է հին ու բարի իրենց կողմից մեկ անգամ արդեն իսկ փորձված ու աշխատած տարբերակին։ Ուղղակի ցեխոտել, ուղղակի վիրավորել, ուղղակի ատելություն քարոզել քաղաքական մեծամասնության եւ նրա աջակիցների նկատմամբ։ Մեծամասնությանը անվանել թուրք ու դավաճան, աջակիցներին ժեղ ու նորից թուրք։ Թուրք դավաճան ժեղ, թուրք դավաճան։ Այս պրիզմայից ոչ մի կերպ դուրս չեկող ընդդիմադիր լրատվականները հաճախ, ինչն ամենահետաքրքիրն է, բայց այս ընդդիմադիր լրատվականները չեն խորշում խոսելուց ատելության խոսքի տարածման մասին։ Ու դեպ ատելության խոսքի տարածման մեջ մեղադրում են այնպիսի լրատվականների, որոնք դրանով աչքի չեն ընկնում երբեք։ Այ մասնավորապես վերջերս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ակցիա են անում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ Սամվել Շահրամանյանի դեմ։ Մենակ տեսնեիք, թե ընդդիմադիր լրագրողները ինչպես էին խոսում այդ մարդկանց հետ։ Ուղղակի տեսնեիք, ընդամենը նրա համար, որ այդ Լեռնային Ղարաբաղի կոնկրետ այդ քաղաքացիները իրենց քաղաքական օրակարգը չեն սպասարկում։ Իսկ ո՞րն է իրենց քաղաքական օրակարգը։ Տանել միկրոֆոնը դեմ տալ ինչ-որ մի հատ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածի, խնդրել, համոզել, չգիտեմ ինչ եղանակներով բան անել, որ մաքսիմալ ատելությամբ լի վերնագիր ստանան այդ մարդուց իշխանությունների նկատմամբ։ Հողեմ, անիծեմ, թաղեմ քեզ, երեխեքիդ, կնոջդ, հողեմ, թաղեմ, անիծեմ։ Նմանատիպ բառապաշարով վերնագիրը ստանա, այդ վերնագիրը տեղադրեն սենց հպարտ դեմքերով, հետո այդ վերնագրի նիպատասխան ակնհայտ է, որ ատելության խոսքի նիպատասխան հասարակության շերտերը պատասխանելու են ատելությամբ, այդտենց չգրված օրենքը, շատ վատ է ու ես դա դատապարտում եմ։ Բայց այդ վերնագրի նիպատասխան քաղաքացիների կողմից հնչածը գան ու սենց դատապարտեն լուրջ դեմքերով, էլի սենց ոնց որ մարդու իրավունքների եվրոպական դատարանից հենց նոր դուրս եկած սենց սպիտակ օձիքով մարդկանցից բան անեն, մարդկանց դեմքով սենց դատապարտեն, այ ատելության խոսք է տարածում, այդ դուք եք տարածում այդ ատելության խոսքը, ձեր լրատվականներն են տարածում այդ ատելության խոսքը, ամենօրյա ռեժիմով են տարածում այդ ատելության խոսքը, ու մեր քաղաքացիները դրանից պաշտպանվելու ինչ-որ մի միջոց պետք է գտնենք, մենք պետք է գտնենք, որտեղ սա աննորմալ է, այս մակարդակի ատելության խոսք, ես ձեզ անկեղծ եմ ասում, ուղղակի նայեք, քանի լրատվական է բացել ընդդիմադիր բանը, այդ մեդիա, չգիտեմ էլ ինչ, մեդիա կոնգլոմերատը որպես այդպիսին, տոննաներով, միլիարդների փող է ծախսում, 90% իհարկե ոչ օրինական գրանցված է, լրագրողների 90%-ին իդեպ սևով են գրանցում ու չգիտեմ ոնց են փողը տալի, որին նայես նվազագույն աշխատավարձով է գրանցված, ես ձեզ անկեղծ եմ ասում, նվազագույն աշխատավարձով ոչ մի լրագրող միկրոֆոնը չի վերցնի ու գա ազգային ժողով, դա անհնար է ուղղակի։
Հարկերը թաքցնում են, սևով փողը տալիս են գրպանները, ատելության խոսք են պահանջում։ Էդ է պահանջը, գնացեք, սևացրեք, ցեխոտեք, ատելության խոսքը տարածեք, դա է։ Միակ նարատիվը էդ է։ Ու մի հատ էլ այստեղից գալիս են ասում են, բա իշխանական քանի լրատվամիջոց գիտեք, ժողովուրդ ջան։ Դաշտի 90%-ը ձեր ձեռն է, ձեր քաղաքական առաջնորդների ձեռն է, որը բացում ես ատելության խոսք, ասենք ձեր լրատվամիջոցներով հարգելի պատգամավորներ, ընդդիմադիր պատգամավորներ, ձեր լրատվամիջոցներով, ընդդիմադիր լրատվամիջոցներով վերնագիր է տարածվում։ Ազգային ժողովում լիքը դեպուտանկաներ կան, կներեք արտահայտությանս համար։ Ձեր մեդիան է, ձեր մեդիայի դեմքն է, հասկանում եք։ Ինչ եք ուզում դուք, ինչ եք ուզում, ինչ եք տվել, որ չեք առել։ Ինչ եք ուզում հասնեք դրանով, ում եք ուզում ինչ հասկացնեք։ Թուրք դավաճան, թուրք դավաճան, թուրք դավաճան, թուրք դավաճան։ Բանի պես sense կրկնում են ու իրանց թվում է թե sense անընդհատ կրկնելով այդ նստվածքը տալու է մարդկանց մեջ։ Բայց ամեն ինչ իր չափն ունի, հարգելի գործընկերներ։ Ամեն ինչ իր չափն ունի։ Սուտն ու կեղծիքը ամենօրյա բան է դարել ընդամենը։ Ընդդիմադիր ամենահայտնի լրատվամիջոցներից մեկը Գյումրու ընտրություններից առաջ վերնագիր է տալ։ ՔՊ-ի ներքին հարցումներով Սարիկ Մինասյանը 4-ն է, ՔՊ-ն խոճապի մեջ է։ Սարիկ Մինասյանը երբեք 4-ը չի եղել մի հարցում, որով Սարիկ Մինասյանը առաջի տեղում չլինի։ Հիմա հարց, ինչքան փող եք տվել, որ լրատվականը տենց վերնագիր գրի։ Ինչի համար է լրատվականը այդ կեղծ վերնագիրը գրում։ Ինչի դիմաց է այդ կեղծ վերնագիրը գրում։ Ընդդիմադիր մեդիան ցենց ստի ասեղի վրա նստածրած ու ատելության ասեղի վրա մարդկանց նստածրած։ Այն անդիմության մի ներկայացուցիչը տոննայով կակայինը բերում է, այն մեկն էլ սուտն ու կեղծիկն ատելությամբ մեդիաներով է տալի, էլի, ասեղա որ սարքել է կոնկրետ։ Հետո այստեղ ատելության քարոզ։ Ձեզնից լավ ատելության քարոզ ձեր լրատվականները նայեք մի հատ։ 800 ես իմ քանի հատ ընդդիմադիր լրատվական կա առհասարակ այդպես բան եղել է Հայաստանի պատմության մեջ, որ այդպես 3-4 հատից ավել ընդդիմադիր լրատվականներ։ Դաշտի 90%-ը ընդդիմադիր լրատվականներն են, 90%-ով հալալ բոլորով 100%-ը ատելության քարոզը։ Մաքրամաքուր ատելության քարոզը։ Վիրավորանքը ամենանողկալի ու ամենափողոցային ձևով։ Ամենափողոցային բառապաշարով ուղղակի։ Ու այստեղ գալի ատելությունից են խոսում, այս մի բանից են խոսում, այն մի բանից են խոսում։ Հարգելի եւ սիրելի քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում ու ես ձեզ խնդրում եմ ինքներդ ձեզ ազատել այդ ատելության խոսքից ու ապատեղեկատվությունից։ Ուղղակի մի հետևեք այդ լրատվականներին ու մի փչացրեք ձեր նյարդերը։ Սա ինչի եմ ասում, որտեվ ամեն երկրորդ քաղաքացին ասում, խիչ եք դրանց փակում, խիչ եք դրանց որջերը փակում։ Ես իհարկե բացատրում եմ, որ կա խոսքի ազատություն, որ չի կարելի, որ եւ այլն, բայց մարդն ասում է դուք հասկանում եք, չէ՞ իրանք ինչ են անում։ Շատ հաճախ այս վերջերս մի մարդու հանդիպել, ասում է դաշնակները անում են նույն բանը, ինչը որ արել են հոկտեմբերի 27-ից առաջ։ Ինֆորմացիոն նախապատրաստություն։ Ես մեզ լավ։ Ու իրականությունը հենց այն է, հարգելի քաղաքացիներ, որ ատելության այդքան խոսքը, այդ ամբողջ մաղձը, որ թափվում է որպես այդպեսի, դա պատահական չի ու պատահական լինել չի կարող։ Այդքան փող հենց այնպես ոչ մեկ չի դնում ինչ-որ բանի մեջ։ Այդքան փող, որ ծախսվում է Հայաստանում ընդդիմադիր մեդիայի վրա, ես ձեզ ասում եմ, եթե ժամանակին ծախսվեր Հայաստանի վրա, կարող է առհասարակ Հայաստանի քաղաքացիները շատ էլ գոհ լինեին նախկին իշխանություններից։ Դուք չեք պատկերացնում անկեղծ թե ինչքան ծախսատար բան է այդքան մեդիաներ ունենալ։ Օրինակ մեր կուսակցությունը ունի օրինական գրանցված լրատվամիջոց, որը եւ աշխատում է համապատասխան գումարներով, որոնք որ բաց եւ թափանցիկ կերպով փոխանցում են այդ լրատվամիջոցին։ Բայց ընդդիմադիր լրատվականները դուք ուղղակի նայեք, ես ուղղակի Պեկին էլ եմ կոչանում, ասեմ մի հատ ուղղակի մտեք ստուգեք։ Ցանկացած լրագրող որտեղ եք հարցրեք դուք որտեղ եք գրանցված եք, արդյոք ու ինչքան աշխատավարձ եք ստանում։ Սեյվով բոլորը 90%-ը սեյվ լրատվամիջոցի փողերը որտեղից հարց որտեղից լրատվամիջոցի փողերը լրատվամիջոցը կարա գումար աշխատի գովազդներով հարց չկա որտեղից այդ գովազդները կան այդ գովազդները հաստատ կան քանի դիտման համար է այդ գովազդները այդ ֆիկտիվ պայմանագրերի ձևն էլ գիտենք էլի տեսել ենք էտել ենք տեսել ասենք քանի դիտում եք հավաքել որ այսքան փող եք ստացել չկա այդ գումարը հասկանում եք կա քաղաքական փող կոռուպցիայից գոյացած
Ինչու՞ չէ, նաև տեղ-տեղ թմրամիջոցների վաճառքից գոյացած դե այդ ամեն դեպքում այդ 800 կիլո կոկայինը անիմաստ չէին բերում երկիր։ Ու այդ փողը ներդնում են ընդդիմադիր մեդիայի մեջ, որպեսզի մեզ ասեն թուրք ու դավաճան, որպեսզի Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիներին ասեն թուրք ու դավաճան։ Ու սրա վերջը պետքա տալ։ Ես չգիտեմ ոնց, բայց ես վստահ եմ, որ սրա վերջը պետքա տալ։ Իհարկե ոչ այնպես, ինչպես Ռոբերտ Քոչյանը տվեց ԱՄԵԿ+-ի վերջը, բայց ես կարծում եմ դրա վերջը պետքա տալ ուղղակի օրինական, օրենսդրական որոշակի փոփոխություններով, որոնք կպարտադրեն, որ նարկոբարոնների ու կոռուպցիայի գոյացած փողերը լրատվական դաշտից հեռու մնան, որովհետև կներեք, երբ որ լրատվության համար վճարում են մարդասպաններն ու մարդակերները, նրանք դրանով քարոզում են հենց մարդասպանություն ու մարդակերություն։ Շնորհակալություն։ Գեղամ Մանուկյան, համեցեք։ Պարոն Մանուկյան, ձեր ելույթը կմիացվի խմբակցության անունից ելույթին։ Սիրելի հայրենակիցներ, ճիշտ ասած, գիտեք ինչն է դժվար այս ազգային ժողովի դահլիճում։ Անձնապես իմ համար շատ է դժվար։ Դժվար ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել։ Դու ապրել ես, իրանք չեն տեսել։ Շատ չեմ ուզում խոսքս ծանրացնեմ այդ ամեն ինչի վրա։ Գեղամ Նազարյանը նստած է այստեղ հայկական ժամանակ։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ Որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխդ պատով տվեցիր։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Սուտ խոսացիր որովհետև։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Տիկան Հակոբյանը գոնե վկայ է։ Լավ։ Պարոն Հակոբյան, այսօրվա խոսքս իրականում հանձնաժողովին շատ չի վերաբերվելու, բայց վերաբերվելու է անձամբ ձեզ։ Ձեր տարեկից օրինակ Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրամյանին, ինձ, մեր տարեկիցներին, որոնցից գողացել են մեր 30 տարին, այդ 30 տարվա բովանդակությունը, պայքարը, ուրախությունը, տխրությունը եւ շարունակում են գողանալ։ Ելույթը ուղեցույց է բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ են ամուր պահել պետականության հենասյուները, պատմություն, արժանապատվություն, հիշողություն։ Այն հակափաստարկ է բոլոր նրանց, ովքեր ուզում են հայ ժողովրդի հիշողությունը կեղծել, ջնջել։ Խոսքս հանուն պետության եւ հայրենիքի, հակափաստարկելով փաշինյանական այն թեզերը, որոնք մեր ազգային գոյությունը եւ հենց պետականություն են վտանգում։ Միակողմանի ապազգային տրամաբանության հակադրումը պետություն, գումարած հիշողություն հավասար է ուժեղ ու կենթանի հայրենիք հայեցակարգն է։ Նախորդ շաբաթ Հայաստանի ազգային ժողովում մենք ականատես եղանք մի ելույթի, որը պաշտոնապես կոչվում էր ամփոփիչ, զեկույց, բայց իրականում այն քաղաքական մանիֆեստ էր պետականություն առանց հիշողության, իրականություն առանց արմատների ու ապագա առանց ինքնության։ Այն առաջարկում էր հրաժարվել մեր պատմական դասերից, մշակութային կոդերից ու ազգային նկարագրից։ Սա բառերի խառնաշփոթ չէր, չգիտակցված պորտկում չէր, ինչպես նախորդ օրը եղավ։ Սա նախապես ծրագրված գաղափարախոսություն է, որն ունի շատ հստակ նպատակ՝ հայ ժողովրդին զրկել հիշողությունից, արմատներից եւ ինքնությունից։ Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի մանիֆեստի վերածեց անցնող մի քանի տարիներին արդեն ավանդական դարձած ներազգային կյանքում հակադրումներն ու թշնամացումները։ Հիշում եք, բաժանումները տարբեր էին՝ սև ու սպիտակ, նախկին ու ներկա, հարկատու, թալանչի, հայաստանցի ու սփյուռքահայ, հետո արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ հայրենանվեր կամավոր ու դիզերտիր, արցախցի խուճապ տարածող, դավաճան ու վարչապետի առաջին իսկ կոչով ճակատ շտապող որդի։ Նմանատիպ բաժանումները յետ պատերազմյան շրջանում այլևս որքան մեծանում էին, թուրք-ադրբեջանական ճնշումները, այդ հակադրում հարցադրումները ուղղված հասարակությանն ավելի ցայտուն, ավելի ցինիկ ու բանականություն չճանաչող էին դառնում։ Օվերտոնի պատուանի սկզբունքով հրապարակ էին նետվում ամենատարբեր մտքեր, որոնք արժանանում էին նախ համատարած պարսավանքի, դատապարտման, ապա ժամանակ հետ դառնում էին սովորական, մինչև որ մի օր դրանք այլևս իրողություն էին դառնում
դժբախտաբար։ Իսկ հետո Արարատ թե Արագատ բաժանումը, ապա հայրենիք թե պետություն բաժանարարը, հաջորդիվ արդեն հայոց ցեղասպանության շուրջ անառողջ քննարկումը։ Ընդ որում ուշադրություն դարձեք, այս բոլոր հակադրումները կատարվում էին հագուրդ տալով թուրք-ադրբեջանական ճնշումներին, պահանջներին ու ճաշակներին։ Անցյալ շաբաթվա ելույթում արդեն Փաշինյանն այլևս նոր դոզա ներարկեց ներհասարակական կյանքում։ Այս ամբիոնից հակադրեց Արցախյան շարժումն ու անկախության համար պայքարը, այլև Արցախյան շարժումը համարեց խոչընդոտ այ պայքարի համար։ Նա բացահայտ ձևով հակադրում է մեր նորագույն պատմության երկու նացիոները՝ Արցախյան շարժումը եւ Հայաստանի Հանրապետության անկախացման շարժումը։ Սա ոչ թե թյուրիմացություն է, այլ գաղափարական դիրքորոշում, որն այսօր պաշտոնական է դարձել այս իշխանության համար։ Փաշինյանը միտումնավոր խոսում է, թե իբր մենք ընդամենը հիմա ենք հասել պետականություն կառուցելու իրական հնարավորության, թե մինչև հիմա Ղարաբաղի համար ենք ունեցել անկախություն։ Սա ոչ միայն պատմական փաստերի ընտրովի մեկնաբանություն է, այլ նաև վտանգավոր արդարացում վերջին տարիների բոլոր ձախողումների համար։ Իր խմբագրի եղած ժամանակվա ոճով ամեն ինչից մի քիչ իմանալով, իբր լուրջ դատողությունների հանգող Փաշինյանը եզրակացնում է, որ մեջբերում եմ 80-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Սուտ է, ոչ ճիշտ, ոչ պատմական եզրահանգում։ Արձանագրենք, որ անկախության շարժումը մեր ժողովրդի հասարակական քաղաքական կյանքում առնվազն 20-րդ դարում զուգահեռաբար զարգացել է երկու տարբեր հատվածներում։ Սփյուռքում իր ձևավորումից ի վեր դաշնակցության ջանքերով, համառությամբ, մայիս 28-ն ու եռագույնը փայփայելուց սկսած մինչև սերունդ դաստիարակելով ու մայր հայրենիքում դեռ 50-60-ականներից անկախության գաղափարի համար պայքարած, Սիբիրյան աքսորներ տեսած, այդ ճամփեքին նաև նահատակված նվիրյալների մի ողջ փաղանգով։ Իդեպ այդ անկախական սերնդի տարածող գաղափարների մեջ իր մշտական ներկայությունն էր նաև հայոց ցեղասպանությունը։ Հայաստանում Արցախյան շարժման մեկնարկը, որը տրվեց համաժողովրդական շարժման մեկնարկ դարձած 87 թվականի աշնանը, իբրև հարթակ բնապահպանական շարժումն էր, որը խորքում էր Արցախի արցախայության խնդիրներն էր Արցախում, մինչև 88 թվականի փետրվարյան համաժողովրդական շարժումը։ Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժը։ Ամեն ինչի մակերեսային տիրապետող Փաշինյանն անգամ չի էլ պատկերացնում կամ իրականում չի էլ ուզում առերեսվել հաշվի նստել պատմական այն իրողության հետ, որը տիրում էր այդ օրերին խորհրդային Հայաստանում։ Այն մթնոլորտը, որ դեռ ամուր խորհրդային միության սահմաններում մեր հասարակությունը Արցախյան շարժումը դիտարկում էր ներպետական կանոնակարգերով որոշելի քարտ, բայց բնականաբար կար նաև 60-ականների երբեք դադար չառած անկախականների կրակը։ Փաշինյանը միտումնավոր զրոյացնում է, անտեսում այն իրողությունը, որ ազատության հրապարակ այդ նորերին միասնական միլիոնանոց էր, բայց եւ բազմաշերտ Գորբաչովին հավատացող դեմոկրատներից մինչև հակասեմական հայդատ խմբակի անդամներ, մեր բալթյան ու վրացական, ադրբեջանական այլախոհների հետ դաշինք կազմելու երազողներից ու դրանով Արցախի հարցը լուծում տեսնողներից, մինչև Միացյալ Հայաստանի տասնամյակների երազանքով ապրած 60-ականներին մեր հողերը բացականչած դաշնակցության համակիրն է։ 1988 թվականի ժողովուրդը դուրս եկավ ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի համար։ Մարդիկ դուրս եկան արժանապատվության, արժանամակարգի, հայրենիքի համար։ Եվ այդ շարժումն էր, որ կոտրեց խորհրդային կայսրության խարխրված պատերը Հայաստանում։ Հայաստանի անկախացման անհրաժեշտությունը դարձավ համոզմունք ոչ թե Արցախյան հարցում ելք չլինելու պատճառով, այլ ոչ խորհրդային տարածքում մթնոլորտ էր այդպիսին։ Մերձ Բալտիկայից մինչև Վրաստան։ Եթե անգամ այս հարցում օրվա Հայաստանի իշխանությունները ինքնակորույս քայլեր չէին անում, ոչ թե կաշկանդված էին, այլ պահի լրջությունն էին հասկանում։ Դրա վկայությունն էր 91 թվականի Գեկաչեպեն։ Շատերը չեք հիշի, պատկերացրեք, արտանում եք մի օր Հայաստանում, որն արդեն պատրաստում է անկախության ու խորհրդային միությունում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։ Պատկերացրեք, եթե հաջողեր Գեկաչեպեն, ինչ էր լինելու։ Եվ Հայաստանի իշխանությունների լրջությունը ի հակադրություն Փաշինյանական իշխանության։
որ խելքին ոնց փչի Ստեփանակերտում ինչ բղավի։ Ու վերջապես անկախության հռչակում հանրակրվե եւ զուգահեռ նույն process-ն արդեն Արցախի հանրապետությունում է։ Ողջ աշխարհում էլ ազատագրական շարժումները հաճախ ունեցել են եւ ունեն բազմաշերտ շարժառիթներ եւ Ղարաբաղյան հարցը եղել է համազգային ինքնության, արդարության ու անվտանգության կարևոր բաղադրիչ։ Հայաստանը աշխարհին, անգամ խորհրդային Հայաստանին հաշվի առավ, գործակից դիտեց, աշխարհի մայրաքաղաքներում մեր ղեկավարներին ընդունեց, քանի որ Ղարաբաղյան պայքարներ ուժեղացնում մեր ժողովրդին ու երկրին։ Դա էր, որ օրակարգ էր թելադրում ու ոչ թե թուլացնում մեզ։ Հետագա 30 տարիներին, եթե միջազգային բեմերում Հայաստանը եղել է ուժեղ ներկայությամբ, եթե իր տարածքով ամենափոքրը լինելով ողջ տարածաշրջանում առանձնացել է, քանի որ ուներ Արցախի հանրապետություն, քանի որ գործոն էր քաղաքական, ռազմական, դիվանագիտական։ Ու հիմա Հայաստանի հանրապետության սահմաններում տիրող իրավիճակը 240 կիլոմետրից ավել օկուպացված տարածքի փաստը վկայում է, որ Արցախի հանրապետությունն ինչ կարևորագույն ու գնահատելի անվտանգային բարձիկ էր ու գործոն Հայաստանի հանրապետության համար։ Արցախյան շարժումը պայքար էր հանուն արժանապատվության, ինքնիշխանության եւ պետականության ամրապնդման, անկախության պայքար էր, ոչ թե պետականության խաթարման։ Իդեպ, չբացելով փակագծերը, մի անգամ 1991 թվականի մարտ ամսին Հայաստանի Գերագույն խորհրդի փակ քննարկման ժամանակ, որտեղ ուսանողության անունից ներկա եմ եղել ու ելույթ ունեցել, այդ նիստում եւս մեկ անգամ խոսվել է Արցախյան հարցի մասին։ Արցախյան շարժման կարևորագույն արդյունքը Հայաստանի Հանրապետության նրա ինքնիշխանության համար եղել է այն փաստը, որ եթե այսօր Հայաստանի իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենից, Վայք, Մասիս, պարտական են Արցախյան շարժմանը, չեն բացում փակագծերը։ Բայց այսօր այդ շարժումը հռչակվում է որպես խանգարող հանգամանք։ Դուք ուզում եք մի հասարակություն, որը չի հիշում ինչու սկսվեց Արցախյան շարժումը, որ չի հիշում ինչի համար տվեց զոհեր, մոռանա Շուշիի ազատագրումից մինչև Արցախի հանրապետության զարգացումն ու կայացումը։ Փաշինյանական ելույթում շեշտում էր, որ Ղարաբաղյան շարժման շարունակությունն այսօր կործանարար է, այնինչ ոչ միայն անցյալում էր դա սխալ, այլ հիմա էլ պիտի մոռանանք, պիտի վերջ դնենք այդ մտածողությանը։ Սա նոր հարձակման փորձ է մեր հավաքական հիշողության ու քաղաքական իմունիտետի դեմ։ Բայց եկեք շատ պարզ հարց տանք. ում համար է կործանարար Ղարաբաղյան շարժման շարունակությունը։ Կործանարները նրանց համար, որոնք ուզում են հաշտեցնել հայ մարդուն իրենց պարտավորության ու հայրենիքը թշնամուն շարունակաբաց զիջելու հետ։ Նախ մի հստակեցում. Փաշինյանը հայտարարում է, թե այլևս չի լինելու Ղարաբաղյան շարժում։ Իրականում Արցախյան շարժումը ավարտվել է 1994 թվականին Ադրբեջանի եւ Արցախի պաշտոնական ներկայացուցիչների միջև կնքված զինադադարի փաստաթղթով։ Դրանից հետո այլևս Արցախյան հարցը դարձել է միջազգային քննարկման ինստիտուցիոնալ հարց։ Այդ պայքարով անկախացած Հայաստանում ինքնիշխանությունից ամենաշատ գոռացող այս քաղաքական ուժ անցնող տարիներին մեր երկրի ինքնիշխանությունն ինչպես է ապահովում։ Օտար երկրների դրոշները սահմաններին պարբերաբար տնկելով, մեկ ռուսական դրոշներն են, հետո փոքրին Եվրամիության դրոշներ, հացավ այնտեղ, որ մեր սուվերեն տարածքում գործարան կառուցելը պաշտպանելու համար տնկեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը, դա էլ չօգնեց։ Հիմա ով է ցանկանում ու կործանում մեր անկախությունը, որ մեր երկրի ծննդյան վկայական անկախության հռչակագիրը ցանկանում է ջնջել արտաքին պարտադրանքով ու թելադրանքով։ Իդեպ ասեմ պարզ, երբ առաջին անգամ Փաշինյանի շուրթերից հնչեց Ղարաբաղյան շարժումը թույլ չտալու մասին հայտարարություն, միանգամից հիշեցի մեր գործընկերների հետ արտգործնախարարությունում, երբ որ ծանոթանում էինք Ադրբեջանի հետ քննարկող փաստաթղթի։ Մի դրույթ կար, որ արգելվելու է եւ այլն, ագերը պաշտոնյացի Փաստորեն սրանով դաշնակցությունը փակելու եք, կատակի տվեց, բայց չասեց չէ։ Սա է մեխը։ Փաշինյանը ոչ թե համոզված է ասում շարժում թույլ չտալու մասին, այլ կատար է ասում առայժմ չվավերացված համաձայնագիրն ու ադրբեջանական հերթական պահանջը։ Արցախյան շարժման արժեքները չեն կարող խոչընդոտել Հայաստանի անկախությանը,
ամուր եւ անվտանգ պետության ունենալու իրավունքը։ Ղարաբաղյան շարժման խեղաթյուրված գնահատականներն են խոչընդոտ Հայաստանի պետականության գոյությանը։ Հաջորդ արդեն տևական ժամանակ շրջանառվող թեզը, որ Փաշինյանի մանիֆեստի մեխերից է, թե տեղի ունենում իրական Հայաստանի սոցիալ հոգեբանական հեղափոխություն։ Եվ դրա արձանագրումներից մեկն է պետություն եւ հայրենիք նույնականացումը։ Ասել է, թե իբրև հայ ժողովուրդը վերջապես ընկալում է, թե իր հայրենիքը միայն Հայաստանի միջազգային ճանաչված սահմաններում է, իր ձեռքի փայլուն կտրված քարտեզում։ Այս թեզը ձևով փաթեթավորված, բովանդակությամբ խեղաթյուրված եւ նպատակով խիստ վտանգավոր է ու կործանարար։ Եվ դրա տակ կա մի պարզ ուղերձ. մոռացեք այն ամենը, ինչ դուրս է այդ քարտեզից։ Սա դեկլարատիվ կապիտուլյացիա է մեր պատմության, ինքնության ու հիշողության հանդեպ։ Հոգեբանական հեղափոխության քողի տակ դուք իրականում կերտում եք ազգային մոռացում։ Հայրենիքը քարտեզով չեն սահմանում։ Հայրենիքը ստեղծվում է հիշողությամբ, մշակույթով, հաղթանակներով, հանուն հայրենիքի նահատակվածներով։ Պետությունը սահման ունի, հայրենիքը հիշողություն։ Ու երբ հայրենիքը դառնում է բեռ, պետությունը կորցնում է իր հոգին։ Պետությունը առանց հայրենիք ընդամենը վարչական մեխանիզմ է, երբ պետությունը զրկվում է հայրենիքի գաղափարական հենքից, այն դադարում է լինել արժեք, դառնում է կառավարելի, վաճառվող ու նույնիսկ հանձնվող։ Կիրանցի օրինակը դրա լավագույն վկայությունն է։ Առանց խղճի խայթի, առանց կսկիծի, պատով հպարտացող այս իշխանությունը։ Երբ հայրենիքը չկա պետականության հիմքում, ապա պետությունն այդ պահին սկսում է ծառայել ոչ թե ժողովրդին, այլ միայն վարչակարգին։ Փաշինյանը հայրենիք ու պետություն հակադրության մեջ հայտարարում է, թե բյուջեն, հարկը, օրենսդրությունը մեր հասարակության համար ատելի են, որովհետև դա պետական համակարգի ատրիբուտներն են, բայց դա չի, որ իրականում մեր հայրենակցի համար ատելի է։ Քաղաքացին ատում է ոչ թե հարկը, այլ անարդար գույքը հարկը։ Հայտարարագրումը, որքան էլ իշխանությունը դրան գունավոր փաթեթավորի, քանի որ դրանում անարդարությունն է տեսնում իշխանավորի կողմից։ Այս իշխանությունը փորձում է ստեղծել մի նարատիվ, որտեղ գոյություն ունի միայն խաղաղության օրակարգ, բայց առանց պատմության, առանց հիշողության, առանց ինքնության։ Մեզ հաճախ համոզում են, թե հայրենիքի մասին խոսելն այն ցյալամոլություն է, թե արժանապատվության պայքարը խանգարում է խաղաղությանը եւ թե ազգային ինքնության պաշտպանության պահանջը ռևանշ է, ռևանշիզմ է։ Այդ ֆաշիստների հետ կապ չունի։ Երբ պետությունը ձգտում է ազատվել իր անցյալից, նա իրականում փորձում է ազատվել պատասխանատվությունից։ Այս քաղաքականության շրջանակներում միջազգային օրակարգից հանվել է հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, այն նույն ցեղասպանությունը, որի մասին բարձրաձայնել է մի ժամանակ համազգային պայքար էր, բայց հիմա կարծես այդ ամենը պետք է մոռացվի հանուն հերթական զիջման, հերթական խաղաղության հնարավորության։ Սիրելի հայրենակիցներ, մեր ազգը արժանի է հիշողության վրա հիմնված խաղաղության, ոչ թե մոռացության վրա կառուցված խաբկանքի։ Մեզ պետք է պետություն, որը չի վախենում բարձրաձայնել այդ ճշմարտությունը, որովհետև առանց ճշմարտության չի կարող լինել ոչ արդարություն, ոչ խաղաղություն, ոչ ապագա։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել Հայաստանի արտաքին քաղաքականությունից կամ ամբողջությամբ։ Մի քանի օրից ապրիլ 24-ն է, ինչ են արել։ Այդ տրամաբանության ներկայացում է Արցախը որպես միջազգայինորեն Ադրբեջանի ճանաչված տարածք, իբր թե դա ինչ որ ճշմարտություն է, որի հետ պետք է համակերպել, բայց այդպես է խոսում միայն նա, ով պարտվել է, պատրաստ է զիջումների հանուն ոչ թե հայրենիքի ու պետության, այլ սեփական իշխանությունը պահելու։ Ու վերջապես, արդյոք կարող է որևէ մեկը ստիպել այդ ժամանակավոր կորսված հայրենիքը հայրենիք չհամարել։ Կարող է որևէ մեկը ստիպել նույն Փաշինյանի ելույթի օրը եռաբլուրում այն հայրենակիցներին, որոնք եկել էին խնկարկելու Շահումյանի լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանի նահատակության 32-րդ տարելիցը, որևէ մեկը կարող է նրանց ստիպել, որ իրենց հայրենիքը այլևս չհամարեն Շահումյանը։ Անհնար է ջնջել դա։ Հիշողությունը կարոտը վերադառնալու հույսը։ Հակառակ դեպքում եկեք ջնջենք մեր քաղաքների անունները՝ Արարատ, Մասիս, Երևանի համայնքներում անվանափոխենք Արաբկիրը, Մալաթյան, Սեբաստիան, Զեյթունը,
արգելեք ծննդյան վկայականներում անվանակոչեն օրինակ իմ զույգ զավակների անուններով երեխաներ Անի եւ Տարոն, քանի որ դրանք հայրենիքի այն հատվածներն են, որ այլևս Հայաստանի Հանրապետության մաս չեն։ Մի օր Արադ Միրզանին ասի, անձնապես չի ուզում վիրավորել։ Ձեր կուսակից Թալինի քաղաքապետ, ցեղասպանության վերապրածների ժառանգ Տավրոս Սափեյանին ասեք անունը փոխի չի անի, բայց Տավրոսը չէ որ պատմական Հայաստանի մաս է։ Ուրեմն համերգացրաներում արգելեք քելել աղոք քելեր թանք մրերգիր երգը, արգելեք հնչի կոմիտասի կռունկը, որ խապիկի է սպասում։ Եվ հենց այս հիշողության ուժով, հայրենիքի ոգով, ինչպես ամեն տարի, այնպես էլ երկորիդ հայ երիտասարդը հիշողությունը չկորցրած հայ մարդը ջահերով, ծաղիկներով քայլելու է դեպի Տիտեռնակաբերդ, հիշելու մեր նահատակներին, դատապարտելու եւ պահանջելու պատասխանատվության ենթարկել ցեղասպանին, որ այլևս չկրկնվի այն ինչ տեղի ունեցավ 1915 թվականին ու հետո 2023 թվականին։ Ու վերջում, սիրելի գործընկերներ, շատ կար։ Գիտեք, անցնող տարիներին Նիկոլ Փաշինյանը այնքան խառը բաներ ասել։ Սենյակումս 14 թվական այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Իսրայել օրուց հետո միակ ազգային շարժումը եղել է 88 թվականի Ղարաբաղյան շարժումը։ Հետո հիշում եք, ամեն անգամ իր ասածները մի մեջ բերեք, որտեղ վաղը հակառակն ասելու, հետո մնալու եք այդ ամեն ինչի մեջ։ Շնորհակալ եմ։ Ելույթ կունենամ ես։ Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու։ Այլևս մի մտցրու, լսի, եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա։ Ես ձեզ խնդրում եմ, տես, գալիս խոսում ես, ասում ես ներողություն չեք ուզում, խնդրեք, ասենք, ասել եմ, դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ և իրավիճակը լարելու չեմպիոն եք, ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու, ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու, տեսնում ենք արդեն, իմիջայլոց, մի սպարնում ես ինձ, դե հետով ասեց հա, գլուխները պատով եք տալիս, բոլորը, ով որ կարա իրան թույլ տա սպարնի, ով կարա սպարնա, գլուխը պատով է տալու, լավ հանգստացի թող խոսենք, 20 րոպե առանց էլ վարկյաններն ենք հաշվում, որ վերջը, Տիկին Կյուրեղան, չեմ լսում ձեզ ու փառքաստիճան, ուրեմն հանգստացեք, առանց էլ այդ 20 րոպեանոց ելույթը վարկյաններն ենք հաշվում, երբ ավարտվելու, որովհետև, ասենք, ավելի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ենք խոսում, այտենց ելույթներով այտենց ծրագրեր ես անում, ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովաց ծախի դնի այդ ծրագրերի մեջ, որտեղ ոչ մեկ չի նայելու։ Կարամ տրուսիկով չի, բայց կարամ նկարը ուղարկեմ, նայես, տեսնես, որ մի գնա է, ուր ես գնում, բայց ես նորմալ փող եմ աշխատել, ձերպես փող չեմ աշխատել, արին ես տե մի գնա, վախեցար։ Հետ արի, եղբայր, հետ արի։ Հետ եկեք, 20 րոպե կյանքները կերար բոլորիս, խնդրում եմ նստի լսի, խնդրում եմ նստի լսի, էլի, կլսես չէ հետո, շնորհակալ եմ, եղավ, շարունակեմ, այդ 20 րոպեանոց ելույթը մի քանի բան կար, որ մեջը տպավորվեց, այդ մեկը, որ վիրավորանք հնչեցրեցիր, մյուսը էտեն էր, որ մեկ էլ պահի տակ ասում էր, պատկերացրեք, ու նկարագրում էր այն իրավիճակ, երբ որ կար առաջին հանրապետության ժամանակ, փորձելով դրանով արդարացնել կամ ինչ-որ ձևով նկարագրել այն իրավիճակը, որը որ բերեց նրան, որ առաջին հանրապետությունը վերացավ։ Հիմա դուք պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ 30 տարվա գաղջից հետո, մարդկանց ծեծելով սպանելուց հետո, մարդկանց թալանելուց հետո, ընտրություններ կեղծելուց հետո, մարտի 1 հոկտեմբերի 27 անելով, այս դահլիճում մարդկանց գնդակահարեցի հետո
Հայաստանի Հանրապետության քաղաքացին մի օր դուրս է գալիս եւ կոալիցիոն դաշնակցությանը հանրապետականին, ասենց ճանապարհում է եւ պրծնում է այդ բանը մղձավանջից, վերջանում է այդ մղձավանջը, նոր եկած իշխանությունն է եւ ընդամենը մի տարի հետո սկսում է համաճարակ, համաշխարհային համաճարակ։ Համաճարակի ընթացքում Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք իրար հետ մոտավորապես 110 միլիոն են կազմում, ել չեմ ավելացնում Պակիստան երկիրը, որը որ նույնպես աջակցում էր, հարձակվում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ Ղարաբաղի վրա հարձակվում է։ Այդ ընթացքում ներսում զինվորականները, որոնք որ փառահեղ տենց գովաբանված էին վերջին 30 տարվա ընթացքում, սկսում են սուտ տեղեկություններ պատմել ռազմաճակատում տեղի ունեցած իրավիճակի ժամանակ։ 5 տարբեր տեղեկություն են հայտնում, մեկը մի բան ասում, մյուսը մի բան ասում։ Այս նոր իշխանությունը բնական է տենց ընտրված, առաջին անգամ ընտրված իշխանությունը փորձում է ինչ-որ ձևով իրավիճակը փրկի, որովհետև դե պարզ է ինչի համար փորձում է փրկի։ Այդ ընթացքում ներսում, պետության ներսում գործի է դրվում 5-րդ շարասյունը։ Ազգային եւ բանը տենց հայրենասիրական լոզունգների տակ ներսից սկսում են պետությունը քանդել։ Ներսից սկսում են պետությունը քանդել եւ փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ պետականությունը որպես այդպեսին վերանա, որպեսի մի, չգիտեմ, զինվորական խումբ, զավթի իշխանությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ունենա այն ճակատագիրի, ինչ ունեցավ 1920 թվականին, օրինակ։ Տենց իրավիճակում։ Դրանից հետո Փառք Աստծո Հայաստանի Հանրապետության իմաստուն ժողովուրդը, չնայելով այն բանին, որ աչ ու ձախ բոլորին ասում էին դավաճան, որ 4000 զոհը վերածում էին 5000-ի, մեկ-մեկ 7000-ի, բոլորին մեղադրում էին այն բանի մեջ, որ իշխանությանը մեղադրում են այն բանի մեջ, որ այդ զոհերը իրանց հետ է կապված եւ իրենց մեղավորությունը, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնում է ասում է, չէ եղբայր, ես շատ լավ գիտեմ, ում պատճառով է եղել այս պատերազմը։ Ես շատ լավ գիտեմ, ինչի հետևանքով է եղել այս պատերազմը եւ նորից քվեարկում է գործող իշխանության համար։ Այդտեղ բոլոր պլանները քանդվում են։ Հետո նորից գործի է դրվում պլան B-ն, դա Հայաստանի Հանրապետությանը ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի պատերազմը արդեն բերել Հայաստանի Հանրապետության տարածք, բերել խաղաղապահներ, այդ բանի ֆոնի վրա փոխել Հայաստանի Հանրապետությունում իշխանություն եւ իշխանության բերել մարիոնետային մի իշխանություն, որը որ անցյալի պես կպարի ուրիշի դուդուկի տակ։ Եվ Փառք Աստծո դա նույնպես չի ստացվում։ Հիմա ինչա կատարվում։ Հիմա կատարվում է հետեւյալը, այդ 5-րդ շարասյունը շարունակում է գործել, այն գործում է նաև ազգային ժողովում, այն փարոսիկների պես համահունչ աշխատում է հակառակորդի հետ, մեկ-մեկ ռուսերեն լեզվով, ինչպես նաև օրինակ ես ենթադրում եմ, որ ինչ-որ դրվագներ, որը որ քիչ առաջ հնչում էր, ռուսերեն լեզվով է եկել այդ դրվագները եւ թարգմանվել եւ գեղեցիկ հայերենով փորձ է արվել ներկայացվել, դրա համար գիտեք ինչ տեքստը պետք է ինչ-որ ձևով բռնի մարդուն, դրա համար երբ որ լավ չես թարգմանում այդ տեքստը, ասենք Google Translate-ով ես թարգմանում կամ լավ չես տիրապետում, այսինքն մի հատ այդ 20 րոպեանոց անիմաստ տեքստերից է ստացվում, որը որևիցե բանի չի բերում։ Իսկ դուք իշխանություն չեք ուզում վերցնեք, ընդդիմությունը չի ուզում իշխանություն վերցնի, եւ դրա ապացույցները շատ են։ Ենթադրենք, եթե ուզում եք իշխանություն վերցնեիք, ինչ էր պետք Վազգեն Մանուկյանին բերել։ Երբ որ մեզ ասում եք աթոռից կարճած, բայց եթե այդ աթոռը տենց լավն է, 2020 թվականի ավարտին այդ աթոռը տենց լավն էր, ինչի ոչ մեկ չհամարձակվեց այդ աթոռը վերցնի։ Վազգեն Մանուկյանին բերեցիք։ Որովհետև այդ իշխանությունը դուք չէիք ուզում վերցնեիք, 2020 թվականից հետո իշխանությունը փողոցում գցած էր։ Դուք չվերցրեցիք այդ իշխանությունը, որովհետև պետք չէր, պատասխանատվություն էր։ Հետո էլ չուզեցաք վերցնեք, որ դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն, որպեսզի իշխանություն չվերցնեք։ Դուք չեք ուզում իշխանություն վերցնեք, առնվազն միջև այս պահը դուք չէիք կարողանում ու չէիք ուզում վերցնեք, որովհետև պատասխանատվություն է, բայց հետո ինչ եք անելու։ Կանգնելու եք ասեք նախկիններն են մեղավոր, մենք մարդիկ չեն հավատալու, որ մենք ենք մեղավոր, որովհետև մասնակից են եղել այդ ամեն ինչին եւ քվեարկել են։ Դուք իշխանություն չեք ուզում վերցնեք նաեւ հիմա։ Չեք ուզում։ Ձեր նպատակը հաջորդ ազգային ժողովում հայտնվելն է։ Այդ ելույթները, որ գալիս եք 4 տարի, 5 տարի այդ նույն բանը ասում եք։ Ինձ ձեզ թվում է, բացի ձեր կողքի շրջապատում հավաքվածները ինչ որ մարդ ավելանել է, այն մարդը, որը որ մեզ ընտրել է եւ ինչ որ բանի հետ կապված միգուցե վաղը մեզ չի ընտրելու, ձեզ չի ընտրելու, գնալու է երրորդ մեկին ընտրի, բայց ձեզ չի ընտրելու։
Նենց որ այդ որսը դադարեցրեք, դուք իրականում տուպիկի մեջ եք եւ այդ տուպիկը այտենց քաղաքական լուրջ տուպիկ է։ Այն նույն բաները, այն նույն, այսպես ասած, քաղաքական վերլուծաբանները, որոնք որ հիմա հայտնվել են ինտերնետում, ոդքասթներ են անում, հարցազրույցներ են տալի, դրանք իմաստը ո՞րն է։ Հաջորդ ցուցակներում հայտնվել է։ Ես լավն եմ, դեռ ելույթ եմ ունեցել, այսօրվա իշխանությանը քննադատել եմ, ինձ էլ վերսեք։ Հիմա հարգելի քաղաքացիներ, մրցույթը սկսված է։ Ով կհայտնվի ընդդիմության հաջորդ ցուցակներում եւ այն ամեն ինչ որ դուք տեսնում եք հեռուստատեսությամբ, ինտերնետով եւ մնացած տեղով ուղղակի առաջարկ է։ Մարդը գալիս է առաջարկում, տեսեք, ես կարամ այսիշ բանը ասեմ իշխանությանը եւ ինձ էլ վերսեք ձեր ցուցակ։ Խնդրեմ, շարունակեք ձեր մրցույթը։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ այլևս հաջորդ ազգային ժողովում ստեղ չեն լինելու, ինչ որ նոր մարդիկ կհայտնվեն եւ դա նորմալ է ժողովրդավար իշխանության պարագայում։ Այնուամենայնիվ ինչ վերաբերում է դաշնակցության, ասում էր դաշնակցությանը փակել, ինչ որ սես բաներ խոսում, այն ինչ որ անում է դաշնակցության հայաստանյան այն կազմը, որը որ այսօր կա նաև Հայաստանում դաշնակցության փակման գործում չի արել որևիցե մեկ։ Այն ոնց որ դուք վարկաբեկել եք, վարկաբեկում եք դաշնակցությանը, ոչ մեկ չի արել։ Դուք հայտնվել եք դաշնակցականները ազգային ժողովում, ուղղակի այդ պատերազմից հետո Հայաստան դաշինքի ֆորմատով Ռոբերտ Քոչարյանի տրամաբանության մեջ։ Ձեր կազմը, ձեր մասնակցությունը գնալով իշնում էր եւ էլի իշնելու է, ու դուք էլ դա լավ գիտեք, դա խայտարակություն է, շատ վատ է, դա իրոք տխրելու առիթ է, որովհետեւ մարդը 130 տարի քաղաքական դաշտում լինի ու գնալով իրան կորցնի։ Այնուամենայնիվ խնդիր ունեք եւ հաջորդ գումարման մեջ բնական է, որ այդքան ներկայություն չեք ունենալու, չգիտեմ ընդհանրապես կունենաք թե չեք ունենա, բայց վերադառնալով թեման ես մի հարց ունեմ, էլի ձեզ հարգելի մեր հյուր լսում եք։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Պարոն Հակոբյան, ոնց է ստացվում, որ որոշ հեռուստաալիքներ կարողանում են ցույց տալ նորագույն ֆիլմեր, այսինքն ես գիտեմ ոնց է ստացվում, բայց դրա դեմը պետք է առնել։ Տեսեք, արդարությունից եւ օրենքից խոսացող մեր լրատվամիջոցների, այսպես ասած, սեփականատեր լրատվամիջոցները ինչ են անում։ Վերցնում են նոր ֆիլմ, ենթադրենք 100 տարվա մենություն ֆիլմը, որը որ 2025 թվականի ֆիլմ է, ինչ որ երրորդական կազմակերպության հետ պայմանագիր են կնքում եւ որ իբր իրենք գնել են այդ ֆիլմը այդ կազմակերպությունից եւ առանց իրավունքներ ունենալու ցույց են տալիս։ Ես ուզում եմ հասկանալ, ինչքան է տևելու այդ պիրատությունը այս արդար ընդդիմադիր հեռուստաալիքների կողմից։ Կրկնում եմ, պիրատությունը, գողությունը, արդար լուրեր տվող TV5, Երկիր մեդիա եւ այլ հեռուստաալիքների կողմից։ Ինչքան է այդ հանցագործությունը շարունակվելու եւ թոս փչոցին։ Իսկ ասելու շատ բան կա, վստահ եմ դուք էլ ինձ առիթները կտաք։ Շնորհակալություն։ Այժմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քանի որ պարոն Մանուկյանը շատ խոսեց անցյալի մասին եւ մեզ մեղադրեց անցյալը մոռանալու կամ ուրանալու մեջ, ես որոշեցի չմոռանալ անցյալը եւ հիշեցնել պարոն Մանուկյանի եւ դաշնակցությանը մի քանի դրվագ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այև որ դաշնակցությունը այստեղ խրոխտ կերպով հանդես է գալիս որպես նվաճողական կազմակերպություն, 90-ականներին, երբ որ Ղարաբաղում հայկական կողմը տարածքային ձեռքբերումներ էր գրանցում, այդ նույն դաշնակցությունը Երևանի փողոցներում միտինգներ էր անում այսօրերի նման եւ պահանջում էր այն ժամանակվա իշխանության հրաժարականը եւ այն ժամանակվա իշխանությանն էր ասում դավաճան։ Այսինքն, բայ եթե այդքան դուք տենց հողեր նվաճող եք, բա այդ ժամանակ ինչ էիք խոսում, այդ ինչ ցույցեր էիք անում այդ ժամանակ, կամ որ ասում է դուք հրաժարվում եք անցյալից, դուք հրաժարվում եք մեր ինքնությունից, հա։ Բա այդ երբ որ Թուրքիայի նախագահը գալիս էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, այդ ցեղասպանությունը ուրացողներ, խեիք ծիծեռնակաբերդի լույսերը անջատում։ Այ Արարատը ուրացողներ, ինչի եք հավաքականի մարզաշապիկից Արարատի պատկերը հանում։ Բայց սա դուք եք արել ձեր իշխանության ժամանակ, բա ուրացել եք, խեք ուրացել, հա։ Բա խեք ուրացել է, ձեզ թվում է մարդիկ մոռացել են։ Բախի եք դուք անցյալից հրաժարվում, ձեզ թվում է, որ այստեղ մարդիկ են նստած, ովքեր որ քաղաքական հիշողություն չունեն, չեն գալու ձեր երեսին ճպացնեն ձեր ապրած կյանքը։
Այդ ինչ անցյալից են, ուրացումից են խոսում, բա որ այսքան ասում ենք առաջին հանրապետություն, հանկարծ մեկին չթվա թե մենք Սիմոն Վրացյանին, Քաջազնունին, Խատիսյանին թիրախավորում ենք, ոչ։ Մենք ասում ենք այդ մարդիկ ժամանակի համար պրագմատիկ որոշումներ են կայացրել։ Բա խի եք ուրանում Սիմոն Վրացյանին, խի եք ուրանում Դաշնակցությանը, Քաջազնունուն, խի եք ուրանում Խատիսյանին։ Բա այդ մարդիկ գնացել են կնքել են պայմանագիր Թուրքիայի հետ, որը կոչվել է բարեկամության եւ խաղաղության բարեկամության։ Հիմա եթե դուք մեզ մեղադրում եք Թուրքիայի հետ հարաբերություններ նորմանացնելը համարում եք դավաճանություն, ուրեմն դուք Խատիսյանին, Քաջազնունին, Վրացյանին համարում եք դավաճան։ Դուք ուրանում եք Խատիսյանին, Վրացյանին եւ մյուսներին, հետեւաբար դուք չեք իրական դուք ուրացել եք Դաշնակցությունը։ Դուք ուրացել եք Դաշնակցության արմատները։ Այստեղ նստածները դուք ընդամենը բռնազավթել եք Դաշնակցության բրենդը եւ եկել այստեղ նստել եք ու Դաշնակցությունից եք խոսում, բայց Դաշնակցության ժառանգությունը հենց Վրացյանն է, Քաջազնունինն է, Խատիսյանն է, մյուսներն է։ Դուք ի՞նչ կապ ունեք Դաշնակցության հետ։ Դուք մերկանցիլ քաղաքական խմբակ եք, որոնք որ ամենատարբեր այս ռոպեական քաղաքական շահի համար պատրաստ եք եղել Ծիծեռնակաբերդի լույսերը անջատել ու այսօր եկել եք ցեղասպանությունից եք խոսում, մեզ էլ մեղադրանքները կնչեցնում։ Արարատից մենք ենք հրաժարվել, ասում եմ, խեք շապիկից հեռացրել բանը, երբ որ Աբդուլլա Գյուլը եկել էր Հայաստան։ Հեսա լիքը բաներ եք ասել, կանրադառնա։ Հա, Գեգամ Մանուկյանը ասում է, ցիտում է իր ելույթից. Ղարաբաղյան շարժումը պայքար էր պետականության ամրապնդման համար։ Սա ասում է Գեգամ Մանուկյանը։ Այս դատողության, այս հայտարարությունից բխում է, որ Ղարաբաղյան շարժման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետականությունը պետք էր ամրապնդվի, ճիշտ է։ 1994 թվականի զինադադարից հետո ընդամենը 2 տարի անց Հայաստանում սկսվեց ընտրակեղծարարության մեխանիզմը, առաջին անգամ կեղծվեցին ընտրությունները։ Կարճ ժամանակ անց Հայաստանում տեղի ունեցավ հեղաշրջում հենց իրենց ղեկավարի ուրեմն կողմից եւ ակտիվ մասնակցությամբ։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք պետականության ամրապնդման մասին, չենք կարող խոսել ընտրակեղծարարության մասին, ժողովրդի կամքը գողանալու մասին, ժողովրդին բռնանալու մասին։ Իսկ ահա ձեր ղեկավարի իշխանության տարիներին Հայաստանում սկսվեց մի իսկական արյան բաղնիկ քաղաքական սպանությունների։ Ես հիմա ուզում եմ կարդամ, միա դուք ասեք, տենց պետականությունն եք ամրապնդվել են եւ մամուլում ու տարբեր մի բաներում շրջանակներում ձեր ղեկավարի իշխանությունը բնորոշվել է որպես արյունոտ տասնամյակ։ Եւ ահա թե ովքեր են եղել գոնե մի մասը այդ զոհերի։ Հենրիկ Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, սպանվել է հրազենից իր աշխատասենյակում 1998 թվականի օգոստոսի 6-ին։ Արամ Կարապետյան, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախկին դատախազ, սպանվել է կրկին ձեր ղեկավարի իշխանության տարիներին։ Վարամ Խորխորունի ՀՀ պաշտպանության փոխնախարար գնդապետ սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին իր բնակարանի շքամուտքում հրազենից, սպանությունը բացահայտված չի։ Արծրուն Մարգարյան, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար, սպանվել է 99 թվականի փետրվարի 9-ին պաշտոնական վարկածով 2 կրակոցով։ Ինքնասպանություն է գործել, մի անգամ կրակելով գլխին, մի անգամ սրտի շրջանում։ Վազգեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, սպանվել է 99 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում։ Կարեն Դեմիրճյան, ԱԺ նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, սպանվել է 99 հոկտեմբերի 27-ին։ Յուրի Բախշյան, ԱԺ փոխնախագահ, սպանվել է 99 հոկտեմբերի 27-ին։ Ռուբեն Միրոյան, ԱԺ փոխնախագահ, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Լեոնարդ Պետրոսյան, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Արմենակ Արմենակյան, ԱԺ պատգամավոր, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Հենրիկ Աբրահամյան, ԱԺ պատգամավոր, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Միքայել Քոթանյան, ԱԺ պատգամավոր, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Պողոս Պողոսյան, Վրաստանի քաղաքացի, սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Առագաստ սրճարանում Քոչանի թիկնապահների կողմից ծեծվելու հետևանքով նախագահին պրիվետ ռոբ արտահայտությամբ ողջունելու համար, դաշնակցական էր։ Տիգրան Նաղդալյան, լրագրող, Հանրային հեռուստախորհրդի նախագահ, սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքի հրազենից, եւ սա մի մասն է։ Սենց եք դուք Ղարաբաղյան շարժման հետևանքով պետականություն ուժեղացրել։ Սենց եք ուժեղացրել։ Բա հաղթել էինք։ Բա հաղթանակից հետո պետքա լիներ ժողովրդավարություն, հաղթանակից հետո պիտի լիներ խաղաղություն, հաղթանակից հետո պետքա լիներ հանրային համերաշխություն, բա դրանից հետո քաղաքական քանիած սպանություններ եք իրականացրել։ Գլխատել եք պետությունը, դուք այսօր եկել խոսում եք պետականության ամրապնդումից,
Հաղթանակից հետո բանտենտեսա դուք ազգային հարստությունը մսխել եք հաղթանակից հետո գույք պարտքի դիմացան մնացած ամեն ինչը որ այսօր ապօրինի գույքի բռնագազման օրենքով էլ դրա մի մասն է նույնիսկ հայցադիմումներով բա հաղթանակից հետո ձեր երեքի նախագահների իշխանության օրոք Հայաստանից 1 միլիոն մարդ է բան արել հերացել անվերադարձ բա Ղարաբաղյան շարժման տրամաբանական հետևանքը դա է եղել Դուք դա հենց սրա մասին ենք մենք խոսում, բայց թե Ղարաբաղյան շարժման հետևանքը պիտի լիներ պետականության ամրապնդումը, բա ինչ եք դուք արել այդ պետականության հետ։ Հետո եկել եք ստեղ ժողովրդին բան եք անում, վաճառում եք բանը գավառական սենտիմենտալիզմ, բա գիտեք մենք բան հիշողությունը, սահմանները, նայեք հələ մի հատ ինչ է ասում։ Հերթական անգամ նվաճում է քաղաքական անմեղսունակության Էվերեստը պարոն Մանուկյանը։ Նայեք ինչ է ասում։ Մեղադրելով մեզ Եվ որ մենք պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխան սահմանները եւ Հայաստանի ուրեմն նաեւ քարտեզը, որը վարչապետը ցույց է տալիս, ասում է այսպիսով այս իշխանությունն ասում է մոռացեք այն ամենը, ինչ դուրս է հայրենիքի քարտեզից։ Այսինքն դուք ինչ եք առաջարկում, որ այն ինչը որ Հայաստանի քարտեզից դուրս է, դրա հետ ինչ եք պատրաստվում անել։ Որն է ձեր առաջարկը։ Հերիքա ճամարտակ եք ժողովրդ տեսքում Եկեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասեք, դուք ինչ եք ուզում անեք։ Պատրաստվում եք հարձակվել Հայաստանից այս քարտեզից դուրս որևէ կողմի վրա, պատրաստվում եք դա անել։ Եթե պատրաստվում եք դա անել, ում հաշվին եք դուք դա անում։ Ում հաշվին եք դուք պատրաստվում անել դա։ Հայտնի մի անգամ այն հռոմեական հայտնի ավանդույթը այստեղ պատմել են, որ Կամուրջի շինարարներին առաջինը, երբ որ կամուրջը առաջին անգամ շահագործվում էր, նրանց եւ նրանց ընտանիքի անդամներին կանգնեցնում էին այդ կամուրջի տակ։ Հիմա դուք երբ որ ասում եք ըստ էության, որ պատերազմ եք նախաձեռնել, դուք կանգնելու եք այդ կամուրջի տակ, դուք ինքներդ ձեր մաշկը դնելու եք այդ կամուրջի տակ։ Կամուրջը այստեղ ճակերտավորի ասում, թե չէ։ Մնացածը ժողովուրդ ուղակի ցնդաբանությունն է, ինչեր եք խոսում։ Ինչ հեքիաթի մեջ եք ապրում դուք։ Ձեզ թվում է դուք եք վիրավորում մարդկանց բանականությունը։ Ձեզանից ինչ հարին ասեր։ Դուք վաճառել եք, դուք ես էլի այն անգամ ասեցի, դուք Արարատը մոնետիզացրել եք։ Հետո այդ նույն Արարատը, երբ որ Թուրքիայի նախագահը եկել է, հանել եք Հայաստանի հավաքականի շապիկից, գոնե մի եկեք այստեղ բան ձևացեք։ Կույս ձևացեք։ Ինչ վերաբերվում է մեր քննարկվող հարցին։ Այստեղ արձանագրվեց, ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել։ Հայաստանում երբեք անկախացումից սկսած երբեք մամուլը այնքան ազատ չի եղել, որքան այսօր։ Դա ուղղակի դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Հայաստանում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90%-ին, իշխանությունը 10%-ին։ Հայաստանում երբեք չի եղել, որ իշխանությունը, որ ընդդիմությունը տիրապետի 10 պատիկ անգամ ավելի շատ ֆինանսական ռեսուրսի, քան իշխանությունը։ Եվ ի վերջո ես նորից ուզում եմ այդ հարցը տալ, պարոն Մանուկյանը գնաց։ Ուր է Սրբազանի հարցազրույցը։ Դուք խոսում եք այստեղ մամուլի ազատությունից, ասում եք, որ մենք ճնշում ենք եւ այլ, բայց ձեր Սրբազանը, որի հետևից դուք գնում էիք, որը Էմիլ Սրբազանի հետ ձեր քաղաքական հոգեհանգիստներ կազմակերպում, դուք էլ հորժարաբար մասնակցում եք դրան։ Հետո գնում է ձեր հերոստատեսությունում հարցազրույց է տալի, ձեր շեֆին մի երկու թթու բան է ասում, այդ մարդու հարցազրույցը բան եք անում։ Չնայած նայել մի եսիմիշ չի Ստալինն է սիրտ ուզում, դուք երևի իր սրտի հենց ուզած լրատվամիջոցներ կետ չի արծը, բայց դուք փաստացի ինքներդ խտրականության եք դիմում բանի նկատմամբ։ Եվ մի հատ ուրիշ ներողություն հիմա ավարտում, մի հատ ուրիշ պարադոքս կա, սիրելի գործընկերներ։ Ուրեմն այս ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ իշխանությունը իրենց հետապնդում է, լցնում է բանտերը եւ չի թողում, որպեսզի իրենք քաղաքական գործունեությամբ զբաղվեն, եւ կան այլ ընդդիմադիր գործընկերներ, ովքեր մեղադրում են իշխանությանը, որ իշխանությունը իրենց չի լցնում բանտերը, չի բռնում, չի հետապնդում, որպեսզի իրենք քաղաքականությամբ զբաղվեն։ Եվ քանի որ այս երկու մեղադրանքն էլ կա, ես գալիս եմ այն համոզման, որ իշխանությունը ամեն ինչ անում է շատ ճիշտ, եւ իշխանությունը հիմնվում է սկզբունքների վրա։ Եվ սա է իրականությունը։ Եվ նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետությունում երբեք մամուլն այսքան ազատ չի եղել, Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան ժողովրդավար չի եղել, Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան մեծ շանս չի ունեցել սեփական ինքնիշխանության պաշտպանության համար, ահա թե ինչու աղմկում է խորհրդարանական ընդդիմությունը։ Շնորհակալություն, պարոն Կոնջյան, Տիկին Վարդան, ես անկեղծ չեմ հասկանում, ոնց կարելի է, որ մարդը ամբիոնից
զոհված մարդկանց անուններ է տալիս, ասենց ժպիտը դեմքին նստել եւ վայելել, որ այսօրը Վազգեն Սարգսյանն է սպանվել, Խորխորունին է սպանվել, անենց եք ժպտում, ես ասենք զարմացած եմ, էլի, ասենք այդ ծիծաղն ու ժպիտը զոհերի անունները տալու հետ կապված, ամոթ է էլի, ամեն ինչ իր չափ ու ցինիզմն էլ իր չափ ու սահման ունի։ Շնորհակալություն եզրափակիչ ելույթի համար, ձայնը տրվում է Տիգրան Հակոբյանին, համեցեք պարոն Հակոբյան։ Ազգային ժողովի հարգարժան խոսնակ, հարգարժան փոխխոսնակ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, նախ շատ շնորհակալ եմ հարցերի եւ ելույթների համար, հատկապես ելույթները կօգնեն մեզ ճիշտ կողմնորոշվել, մեր գործերում եւ կօգնեն զարգացնել մեդիա ոլորտը, պատասխանել մարտահրավերներին։ Իսկ եթե լուրջ, ես ճիշտ ասած ավելի կոնկրետ քննարկում էի սպասում, որտեղ այն խնդիրները, որ նկարագրեցի, նրանք իսկապես լուծման կարիք ունեն եւ որոշ սպառնալիքներ են ներկայացնում ոչ միայն մեր մեդիայի համար, այլ նաեւ մեր տեղեկատվական եւ լեզվական անվտանգության համար։ Ես իմ ելույթում նշեցի, որ առաջնություն չի մեր հասարակության համար այս մասնագիտական խնդիրները եւ բնական է, որ խորհրդարանը, որ արտահայտում է քաղաքացիների կամքը, ինքը նույնպես սա առաջնային չի համարում, բայց այնուամենայնիվ մի քանի հարցադրում եղավ, որին ուզում եմ եւ պարտավոր եմ պատասխանել եւ նաեւ օգտվելով առիթից եւս մի քանի հանգամանք նշեմ։ Տիկին Բաթոյանը հարց տվեց, որ երբ մենք առաջարկում ենք որոշ օրենսդրական փոփոխություններ, արդյոք մենք դրանով զբաղվել ենք եւ մեր առաջարկությունները տվել ենք, այո, մենք շատ ակտիվ ենք աշխատում, չնայած կարգավորող մարմինը օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, այնուամենայնիվ մենք աշխատում ենք եւ համապատասխան հանձնաժողովի հետ եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ տալիս ենք մեր կարծիքները, մեր նախագծերը, շատ ժամանակ ցավոք ուշադրության չեն արժանանում, շատ ժամանակ մեզ նույնիսկ քննարկումների չեն հրավիրում, բայց մասնագիտական կարծիքի անտեսումը հաճախ վերում է ոչ կատարյալ փոփոխությունների, ինչը ազդում է մեդիադաշտի զարգացման վրա։ Ես նույնիսկ ասեմ, որ երկու անգամ կառավարության հանձնարարական է եղել փոփոխությունների առումով եւ վերջի հանձնարարականի, երկրորդ հանձնարարականի ավարտը 2023 թվականի մայիսն էր, անցել է 2 տարի, դրա վրա ազդում են ցավոք նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հաճախակի կադրային փոփոխությունները, այս 5 տարվա մեջ մենք 5 նախարար տեսանք, բոլորի հետ աշխատել ենք, շատ արդյունավետ այսօր ենք աշխատում, շատ արդյունավետ, հույսով եմ, որ երկար փոփոխություններ չլինի եւ մենք ինչ որ բաներ միջև վերջ կհասցնենք, Տիկին Բաթոյան։ Միանգամից տասնյակ հարյուրավոր դաշնակցականների հետ հացադուլ անես, միակ հեռուստաընկերությունը ղեկավարեց, որ ֆուտբոլային դիվանագիտության դեմ էր խոսում, որը ահազանգել էր Տիտերնակաբերդ լույսերն անջատելու, հետո ահազանգել էր ֆուտբոլի մեր զինանշանի վրայի ֆեդերացիայի Արարատի հանելու, որը պարզվավ թյուրիմացության հետևանք է, ու կան այստեղ քեզ մեղադրեն այդ ամեն ինչի մեջ, լավ էլի, գոնե այդ մեկը չէ, ընդ որում մեղադրողը ոչ թե քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար մտցնելով այս համակարգ, մենք բնական է թե զարծ մնանք գրանցում։
86 падգամավորը գրանցվեք, ֆորում ունենք, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի վերաբերյալ քննարկում ենք այդ օրակարգային հարցը ազգային ժողովի որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացություն ներկայացնելու համար սահմանել առնվազն 3 ժամ։ Այս որոշման նախագիծը նախ պետք է քննարկենք, այնուհետև քվեարկենք։ Որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիրիմիձյանին, համեցեք պարոն Սիրիմիձյան։ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի падգամավորներ, օրակարգային հարցը արտահերթ նիստի վերաբերվում է բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, ուրեմն արտահերթ կարգով անհետաձգելի ենք համարել զուտ ոռոգման սեզոնի մեկնարկի հետ կապված հիմա բովանդակային չեմ խոսի էսա քանով Շնորհակալություն պարոն Սիմիձյան, պարոն Սիմիձյանին հարցերով դիմելու համար կարող եք հերթագրվել։ Արման Ղազարյան։ Պարոն Սիմիդյան, այդ երկու բառով որ ասում եք ոռոգման հետ կապված, ասենց բերել եք ոտի վրա, արդյոք այս նախագիծը հնարավոր չէր նորմալ բերել ազնաժողովում, հանրային քննարկման շահագրգիռ կողմերի հետ քննարկել, նոր բերել, եւ ես վստահ եմ, որ սա հերթական ծախողված նախագիծն է լինելու, ոնց որ փակ շրջանայով համակարգը, որը վարչական դատարանում կասեցվել է, ոնց որ էկոպարեկների մասին օրենքը, որ անդադ գալիս եք, երկարացնում եք, դուք էլ եք մեղ, անդադ գալիս եք ազնաժողով, էլի։ Վերջնական տեսքի բերեք, նոր կարողանանք քննարկել, բան հասկանանք, ասենք ոտի վրա շփթփ մեզ չեմ հասկանում, մենք այս կար ժամանակը հատվածում առավել ևս մենք հատուկ պահպանող տարածքներին մեծ կարևորություն ենք տալիս։ Ցես Մնացեք օրենքով սահմանված չափերից, շարունակեք կոնցենտրել։ Հարգելի հայրենակիցներ, ես հիշը Հիշում սարապ է։
Մնացեք օրենքով սահմանված չափերից, շարունակեք պանցել։ Հարգելի հայրենակիցներ, ես հիշեմ Անջատեք ետել, ես միջում սարապ է։
մի բառը, որ ռոռոկման նպատակներից ելնելով արտահերտ նիստի օրակարգ ենք բերել։ Ես ինչ հասկանամ, ես հանրությունը ինչ հասկանամ, մենք ինչ պատասխան ենք ձեր բերվող նախագծի եւ ոնց քվեարկենք։ Պարոն Ղազարյան, ես ասացի, որ բովանդակությանը չեմ անդրադառնա, երբ հերթը բովանդակությանը կանդրադառնամ, այդ ժամանակ ձեր գնահատականները նոր կխնդրեմ բարձրաձայնեք, ամեն անգամ ինչ-որ հարցի համար չեն գալի, ես առհասարակ ազգային ժողովում քիչ եմ նախագծեր ներկայացնում, եկո բարեկայինի հետ կապված մեկ անգամ եկել ենք, կարևոր փոփոխություն ենք բերել, ձեր հետ քննարկել ենք, խնդրեմ գնահատականները բովանդակությանը անդրադառնանք նոր կասեք։ Հերթական անգամ մեծամասնությունը խեղաթյուրում է այն, ինչ ասում է ընդդիմությունը եւ փորձում է որակումներով արտարացնել իրենց ազգակործան գործունեությունը եւ հանրային միջոցների շատ դրվագներով ուղակի վատնումը, հափշտակումը եւ փորձել խեղաթյուրելով ընդդիմության մոտեցումը փորձում են վերագրել բաներ, որոնք չեն ասվել։ Լսեք, շատ պարզ բան է, այս հայտարարագրման հիմքում նորից եմ կրկնում հարկման պարտադրության սկզբունքն է, բայց դուք ելնում եք այս ամբիոնից եւ խեղաթյուրում եք ամեն ինչ։ Եվ երբ որ այստեղից հնչում է հստակ հարց, արձագանք, որ այնուամենայնիվ, եթե համակարգը պատրաստ չի, կասեցվի, ամբողջությամբ մշակվի, նոր ներդրվի, դուք վերափոխում եք հարցը եւ ասում եք, որ ոչ, տեսեք ընդդիմությունը չի ուզում ձեր սոցիալական վիճակը բարելավ, ինչ եք կեղծում։ Ինչ եք հրապարակային, հերթական անգամ ստում։ Ի վերջո, այդ սուտը իրականության մեջ բախվում է, չէ, ճշմարտության հետ։ Վաղը մյուս օրը, որ այդ մարդիկ ուշացրեցին կամ չներկայացրեցին, հարցադրումը, որ քրեական պատասխանատվություն հասնում է թե չէ, վաղը մյուս օրը գալու է, չէ, այդ իրավիճակը, երբ որ նախաքննական մարմինները կոնկրետ գործողություն դիձեռնարկեն։ Ավելի լավ չէ, գլխից, հիմիկվանից ամբողջ համակարգը մշակվի, քաղաքացիներին բացատրվի կարևորությունը, անհրաժեշտությունը եւ ապագա զարգացումները նոր դրվի համակարգ, այլ ոչ թե կիսատ պռատ ինչ որ հերթական գործողություններն արվի։ Ես ամբիոնից ուզում եի նաեւ երկու կարևոր հարցի վերաբերյալ խոսեի, առաջինը այն, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին առաջ մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվության նախատեսող օրինագիծ, սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունը եւ արժանապատվությունն ու ինքնությունն է, մյուս կողմում հայ ժողովրդի ու հայ ազգի թշնամիներն են։ Ես կարծում եմ առաջիկայում ընտրության հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը։ Եվ առաջին հերթին քաղաքական այն մեծամասնությունը, որ այսօր որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետության անունից։ Հուսամ այդ քննարկումների ընթացքում գերակշիռ մասը կպաշտպանի ազգային արժանապատվությունը։ Եվ երկրորդ հարցը, որ ուզում եմ անդրադառնալ, հետևյալն է, այս օրերին մենք հերթական անգամ ականատես եղանք պատմության խեղաթյուրումների, պատմության ուրացումների, ազգային ազատագրական պայքարը հերթական անգամ, ինչպես սիրում են կրկնել, մոնետիզացնող վարքագծի, վիրավորանքների եւ ազգային ժողովի նիստերի նախագահողների կողմից քար լռության այդ ամեն ինչին ու ուզում եմ նաեւ հիշեցնել, որ ամեն մի խոսք նաեւ պետք է բավարար հիմքեր ունենա հետագայում համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու։ Սուտն ու կեղծիքը եւ մեր պատմությունը խեղաթյուրելը պայքարողին այսօր նսեմացնելը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Եվ հիշեք, падգամավորի կարգավիճակից, իշխանական կարգավիճակից դուրս կյանք կա։ Այդ կյանքում պետք է դուրս գաք մարդկանց մեջ, պետք է մարդկանց հայացքներին նայեք եւ պետք է պատասխան տաք։ Շնորհակալություն սեփական փորձով կիսվելու համար, պարոն Մինասյան, խմբակցության անունից քաղաքացիական պայմանագրի խմբակցության ղեկավարը ելույթ կունենա, Հայկ Կոնջորյանը, համեցեք պարոն Կոնջորյան։
Ես խնդրում եմ տեղից մի խոսացեք։ Ահա։ Ահա։ Շնորհակալ եմ։ Ձեր շրթերից դա ինձ միայն որպես կոմպլիմենտ է հնչում, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Կարող եմ սկսել։ Ինձ թվում է, որ եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել, որպեսզի ինքը գա եւ այսօր այստեղ ունենա այն ելույթը, որը ունեցավ, եւ հատկապես անի այն արտահայտությունը, որը արեց, ասում է Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել։ Ո՞նց կարա Արարատը թյուրիմացաբար, այսինքն Արարատը այդքան նսեմացնում եք եւ նսեմացրել եք, որ դուք փաստորեն համարել եք, որ Արարատին կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից։ Հիմա մենք ենք Արարատը ուրանում, թե դուք ժողովուրդ։ Պարոն Մանուկյան, ախր ավելի լավ էր չխոսայիք։ Հետո ես չեմ հասկանում, ամեն ելույթից հետո որ թողում դուրս եք գալիս, լավ է այսօր հետ եկա։ Իշքան գիտեմ գնում եք ծխելու, չէ՞։ Ձեր ելույթները փաստորեն ձեզ էլ են ծխացնում, այդ պարզ է։ Բայց որտեղ եք ծխում, պարոն Մանուկյան, որովհետև ես գիտեմ, որ դուք դրսում համենայն դեպս չեք ծխում, որտեղ բաց տարածք, այսինքն դուք ծխում եք ազգային ժողովի շենքի տարածքում։ Որտեղ եք ծխում, արգելված տարածքում եք ծխում։ Հա, պարոն Մանուկյան։ Ես ուզում եմ հարցնել, արդյոք ձեր արձագանքները անընդմեջ խոսում են նրա մասին, որ ձեզ հարմար չէ խոսակցությունը եւ վատ եք զգում։ Պարոն Դանելյանին, խեղճ պարոն Դանելյանին դուք պետք կլինի կկանչենք ոստիկան։ Այսինքն ուզում եմ հասկանամ, դա ի՞նչ է, կներեք էլի պարոն Կոնջյան։ Այսինքն ոստիկանին դիմելը տենց բան ոչ վայել գործողություն, հա ուզում եմ հասկանամ։ Ես չգիտեմ պրոստը դուք ում եք ծխում, ես կյանքում ծխած չկամ, բայց ուզում եմ ասեմ դուք նորից ձեր դա լեզվամտածելակերպ է, այսինքն ոստիկանին դիմելը մի ինչ որ արարքա, որը պետք չի անել։ Այո, ոստիկան պետք է կանչենք, անկախ նրանից թե ում է վերաբերում։ Կանչում ենք, լավ չեք նայում, ասում եմ։ Շարունակեք, պարոն Կոնջյան։ Ես խնդրում եմ, որ մեր ֆրակցիայի պատգամավորները այլևս Գառնիկ Դանելյանի հետ չծխեն եւ ձեր ջրերը չգցեք, եթե դուք ծխում եք նախ դուք մի ծխեք, հարգելի գործընկերներ, երկրորդը եւս կոչ եմ անում, այո, ոստիկանությունը պիտի համապատասխան